Մենք այսօր գիտակցում ենք, որ մենք եկել ենք կենթանի Աստծո առջև ներկայանալու եւ բերելու մեր անձը, բերելու մեր անձերը, մեր սիրտը, որպեսի մենք մեր երկնավոր Աստծո մեր հորմե ինչ ստանանք, առնենք մխիթարություն, առնենք ողորմություն եւ շինություն առնենք սիրելիներ, որովհետեւ մենք այսօր ընթացքի մեջ ենք եւ մենք Աստված մեզ խավարի իշխանությունից փրկեց, ազատեց եւ մեզ դրեց իր սիրելի որդու հավիտենական այդ կյանքի եւ այդ հրաշալի փրկության ճանապարհի մեջ եւ մենք այսօր ընթացքի մեջ ենք դեպի հավիտենական կյանք ֆիզիկապես մտնել, սակայն մենք շատ լավ գիտակցում ենք, որ կյանքը սկսվում է այստեղից եւ հավիտենական կյանքը դա ուրիշ մեկը չէ, հապա բայց միայն մեր Տեր Հիսուս Քրիստոսը, օրհնյալ լինի նա։ Նա ասեց, ես եկա, որ կյանք ունենան եւ ավելի ունենան։ Մենք այսօր խոսում ենք, մենք ոչ թե խոսում ենք մեր մտքերից, հապա փորձառությունից։ Մենք վայելում ենք նրա քաղցր ներկայությունը, առաջնորդությունը, խրատները, հանդիմանությունն եւ շատ պետքական։ Այն եկեղեցին, որտեղ կա խրատ, որտեղ կա հանդիմանություն, դա առողջ եկեղեցի է, սիրելիներ, մենք առողջ կլինենք, որովհետև մենք մեր բնությունը, մեր բնածին բնությունը, մեղքի բնություն է, մենք մեղքով հղացավ մեր մայրը մեզ անօրենությունով մենք ծնվեցինք եւ ընթացքում, երբ որ Քրիստոս լույսը մեզ հայտնվեց, մեր աչքերը բացվեցին եւ մենք տեսանք իրականության մեջ ով եմ ես եւ ինձ այդպեսի մի օր պատահեց, այդպեսի հայտնություն իմ վրա եկավ, ես չեմ հիշում, երազ էր թե ինչ պահ էր դա, չեմ հիշում, բայց շատ հստակ հիշում եմ, որ երբ որ այդպեսի մի ներկայություն, ներգործություն իջավ իմ վրա ու ես տեսա, որ ես կարող եմ աշխարհի ամենավերջի հանցագործը լինել։ Ես դա իմ մեջ տեսնում եմ, սիրելիներ, որ ամենավերջի հանցանքը կարամ գործեմ եւ իմ մեջից աղաղակ բարձր մանալի, որ ես փրկվելու արժանի անգամ չեմ, որովհետև մենք այդ չափ, այդ աստիճանի ապականված ենք, մենք կորսված, ոչ մի բանի պիտանի, բայց արյութես, որ մեր երկնավոր հայրը գնահատում է մեր հոգին, որովհետև գիտե նա զանազանում է մեր հոգին մեղքի բնությունից, նա գիտե, որ նա մեզ պետք է ազատի մեղքի բնությունից եւ հավիտենական կյանքին արժանացնի եւ հավիտյան իր հետ ապրելու, դրա համար նա մեզ համար դրեց իր կյանքը, նա մեզ համար մեռավ, որպեսզի մեզ նորից ստանա, ինչու մեռավ մեզ համար, որովհետև ես ու դու պետք է մեռնեինք մեր մեղքերի եւ հանցանքների համար, բայց որովհետև Տերը եկավ եւ մեռավ, այսօր մենք ինչ եղանք, մենք նրա հարությանը հավատալով արդարացանք, ինքը մեր մեղքերի համար ինչպես հերթականությունը գրված է եւ մեզ արդարացնելու համար մեռելներից հարություն առավ, ամեն։ Գոհություն մեր Տերոջը Եվ իհարկե մենք հիմա այս հրաշալի ընթացքի մեջ ենք, ճանաչել մեր Փրկչին։ Սերներ այսօր ամենամեծագույն կարևորագույն բանը իմ եւ քո համար իմ Փրկչին ճանչնալն է, չէ՞։ Հիսուսն ասեց աներում, որ ճանչնան քեզ միմիայն ճշմարիտ Աստվածը եւ Հիսուս Քրիստոսը, որուն դու ղրգեցիր։ Եվ այս իշխանությունը ունի միայն Տերը ինքը։ Որովհետև Մատթեոսի 11-րդ գլխում էլ ասում է, որ մեկը չի ճանչնար որդին, բայց հայրը, եւ մեկը չի ճանչնար հայրը, բայց որդին, եւ նա, որում որդին կուզե հայտնել։ Եվ շարունակության մեջ ինչ է ասում, եկեք ինձի բոլոր հոգնած եւ բեռնավորվածներ, ու ես ձեզ պիտի հանգչեցնեմ, իմ լուծը ձեր վրա առեք, եւ ինձանից սովորեցեք, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար, ու ձեր անձերին հանգստություն պիտի գտնեք, վասնց իմ լուծս քաղցր է եւ իմ բեռս թեթև։ Ուրեմն քրիստոնյա լինելը դա անուն չի, գրված է Գործք որ գլխում է, չեմ հիշում, առաջի անգամ Անտիոքի մեջ աշակերտները քրիստոնյաներ անվանվեցին։ Եթե մենք ուշադիր ենք կարդում, այնտեղ
աշակերտարում այս օրերում մենք ավելի առաջ ենք դնում քրիստոնյա անունը, բայց աշակերտը հետև է գծված։ Բայց հակառակ պետք է լինի, սերներ, մենք պետք է լինենք աշակերտ։ Հիսուսն ասեց, եթե դու չուրանաս այդ ամեն ինչը, ինձ աշակերտ չես կարա լինի, մինչև անգամ քո անձը եւ քո խաչը առնես եւ գաս իմ ետևես, որ իմ աշակերտս լինես, ինձանից սովորես, որ ես հեզ եմ եւ սրտով խոնար ու քո անձին հանգստություն պիտի գտնես։ Սիրներ, այսօր ես ու դու պետք է լինենք աշակերտ։ Մենք հլը մի կողմ դնենք քրիստոնյա անվանեցին, այո, բայց աշակերտը դրանից առաջ է գալիս։ Աշակերտներին անվանեցին քրիստոնյաներ, որոնք հետևում էին Քրիստոսի քայլերին։ Այսօր ես ու դու, սերներ, այս կյանքում շատ ճանապարհներ կան եւ սարսափելի մոլորություն։ Մոլորությունը այսօր իսկապես գագաթնային տեղն է գրավում, հասել է իր գագաթին։ Ես մի փոքր օրինակ բերեմ, օրինակ Թեսաղոնիկեցին ուղված երկրորդ նամակում այսպես է ասում առաքյալը, երկրորդ Թեսաղոնիկեցի երկրորդ գլուխ 7 համար, վասնզի անօրենության խորհուրդը հիմա կվնե կզորանա, բայց ան, որ հիմա կարգիլ է, պիտի արգիլ է, մինչև ինք մեջտեղեն վերնա, ու ետքը պիտի հայտնվի այն անօրենը, զոր Տեր Հիսուս իր բերնի հոգիովը պիտի սպառե ու իր գալուն կենտրոնանում է մեզ առաջի տողի վրա, որ ասում է անօրենության խորհուրդը հիմա կվնե կզորանա։ Այն ժամանակվանից դեռ հլը ի սկզբան է, հլը ավելի եթե հետ գնանք դեռ երկնքից։ Որն էր անօրենության խորհուրդը, դեռ հլը երկնքում, հլը որ մեղ չկար, հլը որ երկիրը երևի չէր ստեղծված, երբ որ այդ հրեշտակի, արուսյակի սրտում անօրենություն գտնվեց։ Այ սկիզբը այնտեղից է, եւ անօրենանա Աստծուց, եւ ինքը Աստված համարվի, այսինքն Աստծուց անկախ մի կյանք, Աստծուց անկախ փառավոր մի բանի, եւ այդ նույն գաղափարը, այդ հավատքը սատանան, որ ինքը ձգվեց երկնքից, բերավ մարդկանց մեջ դրեց։ Եվ այսօր մեր պատերազմը դրա դեմ է, որ մենք չկարծենք, որ մենք Աստծուց անկախ կարող ենք ապրել, մենք կախման մեջ պետք է լինենք Աստծուց, առանց Աստծո ես կորսված եմ։ Պետրոս առաքյալը շատ գեղեցիկ է ասում, վասնզի մոլորյալ ոտների հովին եւ տեսուչին դարձակ։ Մեր հոգիների հովիվ եւ տեսուչ Հիսուս Քրիստոսին։ Նախքան Քրիստոս ես կորսված եմ եւ սատանայի ամբողջ խորհուրդը դա է եւ այսօր մենք ունենք այս պայքարը, որ չլինի թե մենք ես ու դու մոլորվենք, որովհետեւ անօրենության խորհուրդը կզորանա, մինչեւ որ պետքա դա իրականություն դառնա երկիր մոլորակի վրա։ Մենք գիտենք, որ պետքա ինքը գա եւ պետքա զորանա եւ պետքա Աստված կոչվի եւ ազգերը պետքա երկրպագեն, այսինքն պիտի մոլորվեն։ Հիմա որն է ամենամեծ ստությունը սիրելիներ աշխարհիս երեսին։ Սրանք մենք պետք է սովորենք, որպեսզի ես ու դու ապահով լինենք, սիրելիներ, որ չլինի թե հանգարց, օրինակ կարծեմ Մատթեոս ավետարանի մեջ է, չէ՞ գրված, ասում է այնպիսի սաստիկ մոլորություն պետք է լինի, երկրի որ մինչև անգամ եթե կասնի, բայց ես հավատում եմ, որ կարելի չի լինելու, եթե կարելի լիներ կմոլորացներ, այդպիսի սարսափելի է լինելու մոլորությունը, բայց այսօր ես ու դու, եթե մենք լույս ունենք, լույսը ավելի զորավոր է, լույսը ավելի մեծ է, մեր մեջինը Քրիստոսն է, Աստված է, Աստծո Սուրբ Հոգին, եւ մենք այդ հոգիով առաջնորդվենք պետք է այսօր։ Հովանու, թուղթ առաջի Հովանու երկրորդ գլխոսքը, ով է ստախոս, եթե ոչ նա, որ կուրանա, թե Հիսուս Քրիստոսը չէ, անիկա է ները, որ կուրանա հայրը ու որդին։ Ահա ամենամեծ ստությունը, որ տանում է մարդկանց կորուստ, որ Հիսուս Հիսուսին չեն հավատում որպես Քրիստոս։ Եվ սա այն ստությունն է, որ անօրենը բերում է եւ ուզում է իրան բարձրացնի, եւ սրա դեմ ես ու դու պետք է զինվենք։ Որն է մեր զենքը, մեր զենքը սիրելիներ, դա Աստծո ճշմարտությունն է։ Աստծո խոսքը, սրբեզանոնք քո ճշմարտությունով,
քո խոսքը ճշմարտություն է։ Եթե ես ու դու ունենք ճշմարտությունը մեր մեջ զինված եւ սպառազինված, ինչպես Եփեսացիս 6-ում գրված է, սա կրթություն է, ես ու դու պիտի անցնենք ու պիտի սովորենք, որբեսի մենք ինչ լինենք, պատրաստ լինենք պատերազմի նրա բոլոր կրակոտ նետերը մարելու հավատքի վահանով եւ Աստծո խոսքը որպես հոգի սուր օգտագործելու չարի դիմաց եւ ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, Աստծո մոտեցեք, չէ, Աստծո հնազանդ եղեք, սատանային հակառակեցեք, եւ անիկա ձեզ մե պիտի փախչի, Աստծո մոտեցեք եւ անիկա ձեզ պիտի մոտենա։ Ուրեմն այսօր մեր ապահովությունը որովհետեւ եթե ես այսօր չեմ քայլում Աստծո հետ, եթե ես այսօր չեմ քայլում Քրիստոսի հետ, ես ինչ ճանապարհով եմ գնում ուրեմն։ Չէ որ Հիսուսն ասեց ես եմ ճանապարհը, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը չի կարող գալ հորքով, եթե ոչ ինձանով։ Ուրեմն մեր ապահովությունը Աստծո խոսքի մեջ քայլելն է, որովհետև Աստծո խոսքն է ճշմարտությունը, Տերը եկել է որ մեզ սորվեցնի այս ամեն բաները, հայտնի մեզի։ Երբ որ քայլում էր աշակերտների հետ, դեռ աշակերտները միտք չէին առնում ու չէին հասկանում եւ գրված է որ եւ նա իր աշակերտներու միտքը բացեց որբեսի գրքերը հասկանան։ Այսօր մենք կարիք ունենք որ մեր մտքերը բացվեն, լուսավորվեն, որբեսի մեր կարտացածը հասկանանք, որբեսի այստեղից իջնի մեր սրտին, որբեսի ոչ թե մենակ մեր գաղափարի մեջ ունենանք այս խոսքերը եւ խոսեմ կամ քարոզեմ, հապա ապրեմ ես այս կյանքը, որովհետեւ ոչ թե խոսողը, հապա կատարողն է երանելի, չէ՞, ասում է Հակոբոս առաքյալը։ Օրհնյալ լինի Տերը, սիրելիներ, ուրեմն ամենամեծ մոլորությունը, որ այսօր աշխարհում կա, գնալով զորանում է։ Եվ դրա դեմ այսօր մենք պետք է զինվենք, սիրելիներ։ Անցյալ օրը ես լսեցի մի քարոզիչի մեծ ամերիկյան եկեղեցու մեծ քարոզիչ է ինքը եւ հազարներ իրան լսում են եւ ինքը ասում է որ ժամանակին մարդիկ մտածում էին թե Հիսուսն է միայն ճանապարհը եւ եթե Հիսուսին չհավատանք մենք պիտի դժոխք գնանք եւ ինքը գիտեք ինչ է ասում է ոչ ասում է դա այդպես չի անգամ Հիսուսն էլ այդպես չէր մտածում բավական է որ հավատաս Աստված կա եւ Աստուն հավատաս դա արդեն հերիք է այդ ճանապարհը քեզ տանում է փրկության դուք տեսնում եք մոլորությունը եկեղեցում քրիստոնյա կոչված եկեղեցում հովիվը քարոզում է մոլորություն, քարոզում է մահվան ճանապարհ, ասում է պարտադիր չէ որ դու հավատաս որ Հիսուսն է, Հիսուսը ինչ ասեց, ասեց մեկը չի կարող գալ հորքով, եթե ոչ ինձանով, իսկ այս անձը ասում է դա այդպես չի, միայն Աստված կանչես, միայն Աստված հավատաս հերիք է։ Եվ այդ մոլորությունը որն է, որ ամեն կրոնքները պետք է միացնեն իրարու եւ դարձնեն մեկ, ասե դու հաշտվեք, ձեր կոմպրոմիս արեք, դու ես գաղափարը, դու այն գաղափարը եւ իրար հետ հաշտ ապրեք։ Մենք բոլորս մեկ Աստված ենք ապաշում, էսի ամենամեծ մոլորությունն է։ Եվ դրա դեմ սերներ մեր պահապանությունը, մեզ պահողը դա Աստծո ճշմարտությունն է։ Պետրոս առաքյալը իր առաջին նամակի 5-րդ գլխում ինչ է գրում, ասում է 8-րդ խոսք, արթուն կեցեք, հսկեցեք, վասնզի ձեր հակառակորդը սատանան մրնչող արուծի պես կպտտի եւ կփնտրե թե ում կուլ տա, որու դեմ կեցեք հավատքով հաստատված, գիտնալով որ ձեր եղբայրներն ալ ինչ են անում, այս աշխարհի մեջ նույն չարչարանքները կգրեն։ Ուրեմն սիրելիներ, իրապես որ այսօր մեր պահապանությունը եւ մեր փրկությունը Աստծո ճշմարտությունն է։ Ունես կապ Աստծո խոսքի հետ։ Մեր կապը Աստծո հետ, որովհետեւ մենք չենք տեսնում իրեն, պիտի լինի Աստծո խոսքի միջոցով։ Աստված իմ եւ քո հետ խոսում է իր խոսքով եւ իր խոսքը կենթանի է եւ զորավոր։ Մենք պետք է ունենանք այդ մտերիմ հարաբերությունը եւ հաղորդությունը խոսքի հետ։ Այսինքն ինչպես Արմեն եղբայրը կարդաց Սաղմոս առաջինը, եւ պատահական չէ, այս կարգը նույնիսկ պատահական չէ։ Սաղմոսներ, որը 150 սաղմոսների առաջինը ինչի վրա է կենտրոնանում, Աստծո խոսքի եւ Աստծո օրենքի վրա խորհելու եւ Աստծո օրենքը սիրելու վրա եւ ատելու անօրենությունը։
Ինչպես Եբրայեցիներին ուղված առաջին նամակում ասում է, անօրենությունը, արդարությունը սիրեցիր, անօրենությունը ատեցիր, անորամար քո Աստվածը ով Աստված քեզ ավելի յուղով օծեց քո ընկերներն ավելի։ Ուրեմն սիրելիներ, մենք ահա նոր տարվա մեջ ենք։ Եվ գիտեք, ամեն նոր բառը շատ հաճելի է։ Ինչու՞, որովհետև երբ որ մենք քնում ենք գիշերը, գնում ենք անկողին քնելու, մենք չենք զգում, չէ՞, ինչա պատահում։ Այն հույսով, հավատքով, որ առավոտ պիտի արթնանանք։ Հինածը կամ մեռածը նույն բանն է։ Ոչ մի բան չենք զգում, ոչ մի բան չենք հասկանում, եկելով արթնանում ենք առավոտ։ Հիմա նույն ձև պետք է լինի մեռելների հարությունը։ Հիմա սիրելիներ, Աստծո խոսքում գրված է անոր ողորմությունները կնորոգվի ամեն արդու։ Հիմա այստեղ էլ նոր բանը, այս նոր տարին եկեք փնտրենք Աստծուն հետ, Սուրբ Հոգու հետ, որպեսզի նորոգվի մեր կապը իր հետ, որպեսզի մենք կարողանանք քայլել շիտակ ճամփու մեջ եւ չմոլորվենք եւ Աստծո խոսքը մեր հետ պահենք միշտ, որովհետեւ եթե այս խոսքը ունենք մեր սրտում, ինչպես Դավիթն է ասում Սաղմոսներից մեկում, ասում է քու խոսքդ իմ սրտիս մեջ թաքցրի, որպեսզի քո դեմ չմեղանչեմ, թե հոբներ ասում չեմ հիշում։ Սիրներ, քո խոսքը իմ սրտիս մեջ թաքցրեցի, որ չափ կսիրեմ քու օրենքը սիրողներուն համար ինչ կա, շատ խաղաղություն կա եւ անոնց գայթակղություն չլար։ Ուրեմն իմ եւ քո փրկությունը, ապավությունը այս կենթանի խոսքն է։ Եկեք այս նոր տարի նորոգենք մեր կապը Աստծո հետ իր խոսքին մոտենալով։ Եկեք այս խոսքը մեր սրտերի մեջ լեցնենք, ինչպես Պողոս Առաքյալն է ասում Կողոսացիներին ուված նամակում, Քրիստոսի խոսքը ձեր մեջ բնակվի առատապես։ Առատապես բնակվի, տեսեք բնակվի, այսինքն սա անձ ոնց որ լինի։ Սա անձ է, սա կենթանություն է, սա հաղորդակցություն է Աստծո հետ։ Տերը օրհնի մեզի սիրելիներ, եկեք այս աղոթքով մեր ուխտը նորոգենք Աստծո հետ։ Եկեք մեր մեղքերը խոստովանենք Աստծուն, որովհետև Աստված մեր մեղքերը Մովսես մարգարեն գրում է 90-ի մեջ, թե 91-90-ի մեջ իր աչքերի առջև դրավ, իր լույսի մեջ դրավ մեր մեղքը։ Մենք չենք կարող թաքցնել մեր հանցանքները, մեր մեղքերը, նա ամեն բան գիտե, բայց երբ որ մենք խոստովանվում ենք եւ մեկտի ենք ձգում, հաջողություն պիտի գտնենք։ Սերներ, ես ուզում եմ, որ կանք աղոթքի եւ մեր ուխտը, մեր սիրտը բերենք Տիրոջը, իմ կապս Աստծո հետ, փնտրեմ, ես ինչպիսին եմ այսօր հաղորդեմ Աստծուն, Սուրբ Հոգուն հաղորդեմ, ինչպես Պողոս Առաքյալը երկրորդ նամակի Կորինթացիներին ուղված վերջում ինչ է գրում, ասում է Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու եւ Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեր ամենուն հետ լինի այժմ եւ միշտ եւ հավիտյանս ամեն, չէ՞։ Եկեք աղոթենք սերներ։